Այստեղ իմ հարցը վերաբերում է արցախցիների նամակով բնակարարների պայմանների բարելավման ուղղված հավաստագրերին։ Դուք նշեցիք, որ 4000-ից ավելի ընտանիք արդեն հավաստագրի ստացել է, ներկայացումից կարծես նշված է, որ 1700-ից ավելին արդեն իրացել է։ Ինձ հետաքրքիր ընդհանուր շահառուների կոնտեքստում այս ցուցանիշը քանի տոկոս է կազմում, որովհետև արցախցիները ամեն դեպքում շարունակում են դժգոհել, որ հավաստագրով նախատեսված գումարով չեն կարողանում բնակարան ձեռք բերել, հատկապես փոքրաթիվ ընտանիքները։ Այս ցուցանիշը բոլորին հավաստագրերի ձեռքբերման և իրացման գոհացուցիչ է։ Ստեղ կա բաները ընտանիքների մի հատ տեսեք, գոհացուցիչ չէ այնքանով, որ մենք ուզում ենք, որ բոլորը ստանան, բայց պարզ է, որ դեռ բոլորը չի, որ հավաստագրը ստացել են, բայց այստեղ մի քանի հանգամանք կա, հանգամանքներից մեկը նշեցիք հիմա կանդրադառնամ, բայց ամենակարևոր հանգամանքը կա։ Մեր հայրենակիցները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Եվ մենք պրոբլեմը տեսնում ենք հիմնականում այդտեղ, որ շատերը չէ, որ ուզում են ստանալ քաղաքացիություն, տարբեր պատճառներով, եւ ես այստեղ չեմ կարող չնկատել կամ չխոսել այն շահարկումների մասին, որոնք անում են տարբեր շրջանակներ եւ դրդում մեր հայրենակիցներին չստանալ քաղաքացիություն։ Չստանալ քաղաքացիություն, որովհետեւ դրանով ինչ որ բաներ հետո ապագայում կկարողանան իրենց հարցը լուծել, թե աշխարհաքաղաքական, թե անձնական, չստանալ քաղաքացիություն, որտեղ քաղաքացիություն նշանակում է ոչ միայն իրավունք, այլև պարտականություն, այդ թվում օրինակ ծառայելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Քաղաքացիություն նաև այլ պարտականություններ է նշանակում։ Եվ այդ շահարկումները եւ ոչ միայն ըստ էության բերել են մի իրավիճակի, որ դեռ բոլորը չի որ ստացել են քաղաքացիություն ու նաև կան օբյեկտիվ այլ պատճառներ, որ քաղաքացիություն ստանալու գործընթացը թեև հեշտացված է Ղարաբաղից տեղանված մեր հայրենակիցները, բայց այնուամենայնիվ ժամանակ է տևում, երբեմն կարիք է լինում նաև դատական գործընթացներ անել, որտեղ փաստաթղթերի պակաս եւ այլն այդպիսի բաներ են տեղի ունենում։ Մենք վերջի ամիսներին տեսել ենք բավական աճ քաղաքացիության դիմումների եւ պետք է խրախուսենք, որ դա շարունակվի եւ ես դες վստահեցնում եմ, որ նաև հաստատված խաղաղություն է նպաստելու, որ մեր հայրենակիցները ավելի շատ քաղաքացիություն դիմումները ներկայացնեն եւ քաղաքացիություն ստանան, արդեն այդ բանակից խուսափելու հանգամանքը պետք է որ թուլանա իմ տպավորությամբ եւ նաև քաղաքական կայունությունը ես կարծում եմ, որ դա էլ կնպաստի։ Ինչ վերաբերում է թվերին, հա, գումարներին։ Տեսեք, մենք ունենք մի քանի տեսակի փոխհատուցման չափեր տարբեր համայնքների համար 3, 4 եւ 5 միլիոն դրամ։ Եվ մենք կարծում ենք, որ այն մեր քաղաքացիները, որոնք որ ուզում են ձեռք բերել բնակարաններ, կարող են այդ գումարով եւ նաեւ ինչ որ չափ նաեւ հավելյալ վարկային միջոցներ ներգրավելով, եթե ուզում են ավելի իրենց նախընտրելի, հա, բնակավայրին ունենալ այդ տունը, ձեռք բերել տունը, ավելին մենք նաև դա խրախուսելու համար գիտեք, որ զբաղվածության ծրագիր վերջերս հաստատեցինք, դրա մասին ներածական խոսքում չասեցի, ինքնազբաղվածության ծրագիրը, որով խթանելու ենք փոքր բիզնեսների ստեղծումը այն քաղաքացիների համար, որոնք որ բնակարանային ծրագրի շահառու են դարձել եւ նաեւ ունեն գործող ծրագիր հիմա դա արդեն բարձր աշխատողներին է վերաբերում, այդ մասով էլ փոփոխություններ ենք իրականացնում, այսինքն մենք ուզում ենք, որ նաեւ այդ մեր քաղաքացիները աշխատանք ունենան, իդեպ նրանց մեծ մասը աշխատունակ տարիքի մեծ մասը ունի աշխատանք, նրանք հիմնականում աշխատավոր ժողովուրդ են, այսպես ասած ժողովրդական լեզվով ասած, եւ նրանք կարողանում են հավելյալ միջոցներ ներգրավել, ու մենք շատ ենք շփվում իրանց հետ, նաեւ ինդիվիդուալ, մենք նաեւ գիտեք, որ մի հանձնաժողով ունենք այդ հարցով զբաղվող եւ որ ինդիվիդուալ դեպքերը լուծում է, եւ մյուս, այսինքն բազմա կոմպոնենտ փորձում ենք լուծումներ տալ։ Դու էլի ձեր նշած երկարատևի մասով, փոքրաթիվ ընտանիքների մասով, փոքրաթիվների մասով էլ ասեցի ունենք նոր ծրագիրը, որը գործելու է հուլիսի 1-ից, իսկ մինչև հուլիսի 1-ը նախապատրաստական եւ էլեկտրոնային համակարգերի աշխատանք պետք է իրականացվի, դրա համար արագ չենք սկսում ու նաեւ մենք այնուամենայնիվ ուզում ենք, որ մարդիկ ձեռք բերեն տունը եւ ոչ թե պարզապես նախընտրեն երկարատև վարձակալության ծրագիրը եւ ես ասեցի կրկին նորից եմ ասում որ միշտ էլ դա դինամիկ գործընթաց է եւ երբ որ մենք տեսնում ենք լավարկման տեղ դա արել ենք եւ եթե տեսնենք ելի կանենք Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար